Ողջույն բարեկամներ, ձեզ հետ My Culinary Version խոհարարական ալիքն է եւ այսօր կպատրաստենք դդումով բիսկվիտ շատ հեշտ բաղադրատոմսով։ Ուրեմն մեզ անհրաժեշտ է դդում, խորանարդիկներով կտրատած կամ կորեական խոշոր քիչով անցկացրած 550-ից 600 գրամ, կարագ 50 գրամ, շաքարավազ 60 գրամ, ջուր 1/3 բաժակ։ Անցնում ենք խմորի բաղադրիչներին։ Միջին չափի 3 ձու, եթե խոշորը 2 ձու, աղ 1 պտղունց, շաքարավազ 120 գրամ, վանիլին 1/2 թեյ գդալ կամ վանիլային շաքարի դեպքում 8 գրամ, փխրեցուցիչ 10 գրամ, ալյուր 230 գրամ, կաթ 60 մլ, հալեցրած թուլացրած կարագ 100 գրամ, կիտրոնի հյութ 1/3 կիտրոնից, նուշի շերտեր ցանելու համար կամ դրա փոխարեն կարելի է վերցնել ընկույզ կամ պնդուկ։ Հիմա անցնենք պատրաստման եղանակին։ Միջուկը, ուրեմն նախորդ կտրատած կամ խոշոր քերիչով անցկացրած դդմին ավելացնում ենք շաքարավազ, կարագ, ջուր եւ եփում ենք մարմանդ կրակի վրա մինչեւ պատրաստ լինելը։ Չենք մոռանում մեկընդմերթ խառնել, որպեսզի տակը չկպչի։ Մինչեւ կեպվի, անցնում ենք խմորին։ Թասի մեջ լցնում ենք ձու, աղ, շաքարավազ, այս 3 բաղադրիչները խառնում ենք, հարում ենք միքսերով։ Հետո ավելացնում ենք մաղած ալյուրը, փխրեցուցիչը, խառնում ենք այս անգամ գդալով կամ ձեռքի հարիչով։ Ավելացնում ենք կաթը, սենյակային ջերմաստիճանի լավ փափկեցրած կարագը, կիտրոնի հյութը, լավ խառնում ենք, ավելացնում ենք եփած սառեցրած դդումը, խառնում ենք, լցնում ենք յուղազրդեղի կամ թխման թավայի մեջ եւ թխում 35 րոպե 180 աստիճան։ Այսպիսով այսօր համար այսքանը, կհանդիպենք, ցտեսություն։